Աշնանը մի քանի քաղաքացի ծանոթանալով այս օրենքի մանրամասներին ուղղակի դժգոհության ձայնը բարձրացրեցին։ Գտան համախոհների ու գիտեք, երբ մենք մի քանի 100 հոգի էինք, այս պետական պաշտոնյաները մեզ անվանեցին արկածախնդիր երիտասարդներ։ Այ հիմա, երբ մենք մի քանի տասնյակ հազար մարդ ենք, հիմա մեր հետ հաշի չնստելը, եկեք բոլորով ասենք, որ դա է արկածախնդրությունը։ Մենք թույլ չենք տալու մեր ձեռից խլեն մեր սեփականությունը, եկեք բոլորով գոչենք, ասենք նրանց ոչ թալանին, ոչ թալանին, ոչ թալանին, ոչ թալանին, ոչ թալանին, ոչ թալանին։ Թող պետական պաշտոնյաները ընկնեն տնետուն, դռնեդուր, ինչ ուզում են թող անեն, թող բերեն ընենց օրենք, որ իրանց նշելով 80%-ը կամավոր կերպով մասնակցի այդ ծրագրին, ոչ թե պարտադրեն։ Ժողովուրդ, մի բան ասեմ, դեմ եմ շարժումը դուք եք, հիմքում դուք եք, ոչ մեկ չի, դուք եք, ու ուզում եմ նշել, որ ժողովուրդ, մի հուսահատվեք, մենք հաղթելու ենք, մենք պայքարելու ենք ու գնալու ենք մինչև վերջ։ Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի։ Շատ են ասում, որ մեզ ուղղորդել են, ուրեմն ուզում եմ այն բառը, որ շատ դարձել է ժողովրդի մեջ օգտագործելու, ղալատ են անում, ասում են։ Կեցե պայքարող քաղաքացին։ Եվս մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու Հրանտ Բագրատյանին հրավիրում ենք հարթակ ելույթի համար։ Բարև ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք ժամանակ եք գտել եկել այստեղ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ հրավիրել են։ Կոնկրետ ես ելույթ եմ ունենում ՀԱԿ խմբակցության անունից։ Ես ուզում եմ, որպեսզի մենք մի հատ հասկանանք ինչին ենք դեմ։ Այստեղ լուրջ բան կա մտածելու եւ լուրջ բան կա ձեզ բացատրելու, ասելու։ Այս պրոյեկտին, ռեֆորմ կոչվածին, մենք դեմ էինք դեռ 2009 թվականին, երբ որ հրապարակեցինք կենսաթոշակային բարեփոխումների ալտերնատիվ ծրագիր։ 2012-ի հունիսին դառնալով պատգամավոր կառավարությանն ասացի այս ծրագիրը չպետք է անցնի, որովհետև կատարյալ անհետեթություն է։ Ուրախ եմ, որ հետագայում Արգելի հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում, Սպենդերանի արձանի հետևը մարդ է վատացել, խնդրում եմ, եթե բժիշկներ կան, մոտեցեք։ Շնորհակալ եմ։ Դրանից հետո 2012 սեպտեմբերից հետո ես միայն ուրախ եմ, որ ստեղծվեց այս հիանալի շարժումը եւս։ Խորհրդանում մի քանի ուժեր միավորվեցին, որ սրա վերջը պետք է տան։ Հիմա ինչի պիտի վերջը տանք։ Թվում է թե սա քաղաքական պայքար է, բայց սա նախ եւ առաջ պայքար է կատարյալ հիմարության դեմ։ Հիմա թողեք ինձ բացատրել։ Թողեք մի անգամ լսենք։ Ինչն է հիմարություն։ Ինչն է, որ ունիկալ է աշխարհում չկա, եւ եթե դուք նկատում եք, ներկայումս կառավարության ոչ մի անդամ չի հակաճառում այս ձևի ելույթներին։ Նրանք եկան խորհրդարան եւ ասեցին. սա էստոնական փորձ է, սա չիլիական փորձ է, սա ռուսական փորձ է։ Ես անձամբ եղել եմ Էստոնիայում, ինձանից հետո ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը նույնպես եղել է Էստոնիայում։ Մենք չենք եղել Չիլիում, բայց խնդրել ենք գրավոր ստացել ենք բոլոր մանրամասները։ Ժողովուրդ, 100 բան կարելի ասել հրատերություններից, երկու էական բան ասեմ, որ դուք հասկանաք։ Երկու ամենաեականը։
Առաջի հարցը վերաբերում է կուտակայինի եկամուտների ձևավորմանը։ Երկրորդ հարցը վերաբերում է թե ոնց են ծախսելու այդ փողը եւ ով է ծախսելու։ Սա մենք պիտի հասկանանք։ Առաջի հարցը ոնց է ձևավորվում։ Երկրում ինչ որ արտադրվում է, 3 տեսակի եկամուտ է դառնում. աշխատավարձ, բիզնեսմենների շահույթ, պետության եկամուտ հարկ։ Այս ֆոնդը ստեղծելու բեռը դրված է մեր ուսերին։ Աշխատավարձի, որը 36%-ն է կազմում հետ 3 բաղադրիչ։ Եվ հարկերը, որից ավելացնում են այս փողը, նույնպես մերն է։ Այսինքն, դուք ստեղծում եք մի ֆոնդ, որի հաշվին ապագայում բոլորը պիտի ստանան թոշակ, այդ թվում նրանք, ովքեր շատ ավելին ունեն, քան թե դուք շահույթներ ունեն։ Մենք բիզնեսի հիանալի ներկայացուցիչներն են գործատուներ, որոնք պատրաստ են մասնակցելու սրան, հասկանալով անհետեթությունը։ Նայեք, եթե դուք գործարան ունեք, դուք գիտեք, որ եթե դուք շահույթ եք ստանում 20% հարկ եք տալիս։ Բայց եթե դուք աշխատավարձ եք տալիս, ձեր աշխատողը մուծում է 32%, 26% եկամտահարկն է, առաջ 20 էր, 6 ավելացրին, հիմա 6 են ավելացնում։ Աշխատավարձից, աշխատող մարդուն տված փողից 32%-ն եք վերցնում, շահույթից 20%։ Հայաստանի Հանրապետությունը արդեն 2 տարի է գտնում այսպիսի դիսկրիմինացիոն հարկի տակ, առանց այդ էլ աղքատ մարդիկ աղքատ էին։ Սա պիտի հասկանանք, ոչ մի պարտադիր կուտակային չկա տղաներ, կա լրացուցիչ 6% հարկ, և եկամուտ հարկը կազմում է 32%։ Սա է էությունը խնդրի։ Մենք բավականաչափ պրոֆեսիոնալ ենք, որպեսզի սա հանգիստ հայտարարենք, ոչ մի վարչապետ, ոչ մի նախարար չի կարող ասել, դա այդպես չէ։ Ոչ չի համարձակել մենք դեմ գա, ասի այդպես չէ։ 100 անգամ կառավարության ցանկացած մինիստրի ասել ենք, եկեք, ոչ մի հանդիպման չեն եկել։ Հիմա ծախսը։ Մինչև ծախսը անցնել ուզում եմ ասել մի երևույթի մասին, անդադ մեզ ասում են, բա թոշակառուներին չպահենք, այն կերներ, թոշակառուներին պահելու հազար մի ձև կա։ Սկսած, որ կենսաթոշակային տարիքը կարող են ավելացնել, սկսած նրանից, որ օրինակ Ուկրաինայում, որտեղ ճգնաժամական Բելարուսում, այնտեղ ազգային եկամտի 15%-ը, հնայի 15%-ը թոշակային ֆոնդը մեզ մոտ 3%-ն է, Ռուսաստանում 6%։ Մենք դեռ կարող ենք թոշակ ավելացնել առանց նման անհեթեթությունների դիմելու։ Հիմա ասենք խնդրի երկրորդ կողմից, այստեղ անեկդոտ է։ Այստեղ մենք իրականում ես համարում եմ, բացառությամբ են տորթի դեպքը, մի անգամ մեծ տորթ եք թխել, սա երկրորդ դեպքն է, որ Հայաստանի Հանրապետությունը հիմարությունների գծով Գինեսի ռեկորդի գիրք է մտնում։ Հիմա բացատրեմ։ Լավ, փողը հավաքել են, ինչ են անելու այդ փողը։ Ասում է ստեղծել են 2 ֆոնդ։ Դրանք տանելու են իբր դե ներդեն, լավ ասում են, ինչ ես երկու ստեղծել։ Էստոնիայում 21 հատ է, Չիլիում 23 հատ է, Ուկրաինայում 97 հատ է, Ռուսաստանում այսօր 240 հատ է, չի ես երկու հատ ստեղծել, այս ովքեր են, այս ֆոնդատերերը։ Մեր փողը տալիս են նրան, որ նրանք տանեն ներդեն։ Որտեղ են ներդնելու։ Լավագույն դեպքում 10 տարվա արժեթղթերի մեջ։ Այլ երկար փող աշխարհում չկա։ Բան չես 45 տարով վերցնում։ Վրա 45 տարով պարտք տալ հնարավոր է։ 45 տարի հետո հնարավոր է հաշվել այդ պարտքի ճիշտ արժեքը։ Նայեք, աշխարհը այս պրոբլեմը առաջ եկել է, նույն Չիլին, որ 1981-ից ներդել է, Էստոնիան 2002-ից ներդել է։ Մարդիկ ինչ են անում։ Այո, պարտադիր տարեր կան, դու 10 տարի մասնակցում ես, 10 տարի հետո ուզում ես փողդ վեկալ, եթե 20 տարի հետ ես վեկալ, մամի շատ ես վերցնում։ Այսպիսի բան, եթե դու փողը դնում ես 10 տարվա արժեթղթի մեջ, փողի կեսը օրինակ հայկական պետական արժեթուղթ է գնելու, կեսներ արտասահման, հայկական պետական արժեթղթերը 10-15 տարուց ավել չկա։ Եթե դու 10 տարով ես տանում ծախսես, ես կծախսեմ։ Ես հավատացնում եմ բարեկամներս, այստեղ կանգնած տղաներին, ձեզ բոլորիդ, ես հիմա մի հատ բառ եմ ասում, եթե երեկոյան վարչապետը ասի այդպես չի, ես ներողություն կխնդրեմ։ 45 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա։ Նույնիսկ ՆԱՍԱ-ն, եթե մենք ֆինանսավորեինք դեպի Մարս թռչող Արբանյակը, 20 տարուց ավել պարկ չեն տալիս։ 45 տարվա պարտքը նոնսենս է, Գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն։ Ես այս ամբյոնից
առաջարկում եմ կառավարությանը վարչապետին, թող ասեն, որ սենց բան կա աշխարհում, ես տելևիզորում կուկարիկ ու կկանչեմ։ Դուք պիտի հասկանաք ինչի դեմ եք պայքարում։ Իրանք առանց հետը, հիմա չեմ ուզում շատ քաղաքականացնեմ, որ քաղաքականացնեմ, առանց հետը իրանք դժգոհ են, իրանք ես հիմարության առիթը տալիս են։ Եթե մենք չենք օգտվում, մենակ մեզ պիտի մեղադրենք։ Եվ սա միայն կենսաթոշակայինով չի ավարտվի, բայց ես քաղաքական չեմ ուզում խորացնել։ Հերիքա, որ ես իմ ժամանակ այսօրվա ելույթը ծախսեմ միայն բացատրության վրա։ Այդպիսի բան աշխարհում չկա, չի կարելի մեզ նվաստացնել։ Հիմա նա ով այդպիսի ռեֆորմ է անում, այլ ոչ թե նա ում մեկ բան դառնում են, դա ռեֆորմ չի։ Ես հաջողություն եմ ցանկանում։ Այս գործը աննարինապարտվել։ Նենց են փոշմանը ես գիտեմ։ Այնպիսի անհետեցություն են մեյդան բերել։ Այս գործում պարտություն չկա, սա հաղթող գործ է։ Լավ կպեք, այստեղ լավ կազմակերպեք, իրար հետ մի բանավիճեք, հաղթանակը լինելու էնել շատ զիլ, շատ ուժեղ։ Հաղթանակ! Հաղթանակ! Հաղթանակ!